1608 թվական, Մալթա, ամառ, սովորական շոգ երեկո, զբոսաշրջիկները շտապում էին դեպի լողափ, առևտրականները փակում էին իրենց խանութները, փողոցները ողողված էին մայրամուտի կարմրավուն լույսով, ամեն ինչ սովորականի պես, բայց մի քանի ժամ անց քաղաքային բանտում հնչում է գոռոց։ Կալանավորներից մեկը փախել է տարօրինակ հանգամանքներում, պահակները խուճապահար են, ականատեսները հակասական վկայություններ են տալիս։ Մոտակա պանդոկում արյան հետքեր են հայտնաբերվում, սակայն դին բացակայ։ Այն, ինչ տեղի ունեցավ այդ օրը, մեծ պատմության վերջի սկիզբն էր։ Այսօր մենք կպատմենք մի գործի մասին, որը մինչ օրս սարսուռ է առաջացնում։ Մի նկարչի մասին, ում անունը դարձել է խավարի և լույսի, ցասման և հանճարի հոմանիշ։ Այսօր խոսալու ենք Միքելանջելո Մերիզի Da Caravaggioյի մասին։ Chagall, Picasso, Velázquez, բոլորը գալիս են ռակատա Լոտրեկ, Տինտորետո, Ռաֆայել, Դեգաս, Սեզան, Էնսոր, Սարգան Բոլորը գալիս են ռակատա Բոլորը գալիս են ռակատա Միքելանջելո Մերիզին ծնվել է 1571 թվականին Միլան քաղաքում, հաջողակ ճարտարապետի ընտանիքում։ Դա ուշ վերածնունդն էր։ Փայլուն դարաշրջանը արդեն աստիճանաբար մոտենում էր ավարտին, տեղը զիջելով երիտասարդ մանիերիստական արվեստին։ Դա այն հզոր, գեղեցիկ ու շատ էսթետիկ ժամանակներից էր, որին մի այլ կարգի հաճելի է նայել հեռվից, բայց մոտենալ ու բարևել այնքան էլ ցանկալի չէ։ Լիքը պատճառներով։ Օրինակ, երբևէ մտածել ես, թե ինչու մեր օրերում երկիր մոլորակի բնակչությունը կազմում է 8 միլիարդ, իսկ այն ժամանակ ընդամենը 600 միլիոն։ Չգիտես։ Ասեմ, պատճառը այն էր, որ այն ժամանակ մարդիկ պարզապես շատ հաճախ էին մահանում։ Պատճառները շատ էին՝ սով, հիվանդություն, մարդկային հիվանդ երևակայություն, բարև իսպանական ինկվիզիցիա եւ այլ շատ ու շատ բաներ։ Ցավոք մեր հերոսի ընտանիքը բացառություն չէր։ 1574 թվականին ժանտախտի նոր բռնկման ժամանակ մահանում են Միքելանջելոյի հայրը եւ պապը, որից հետո նրա մայրը որոշում է տեղափոխվել Միլանից ոչ հեռու գտնվող մի փոքրիկ քաղաք։ Այդ քաղաքը կոչվում էր Կարավաջո։ Այո, հենց այստեղից էլ ծագում է մեր ապագա հերոսի մականունը։ Այդ ժամանակ մեկ-մեկ լինում էր, որ ճանաչում ստացած նկարչին մականունը տալիս էին ըստ նրա մեծացած վայրի։ 13 տարեկանում Կարավաջոն վերադառնում է Միլան եւ ընդունվում է անվանի նկարիչ Սիմոնե Պետերցանոյի արվեստանոց, որը եթե ինչ Տիցիանի աշակերտն էր։ Եվ այդ ժամանակ բավականին մեծ կշիռ ուներ իտալական արվեստում։ Նրա արվեստանոցում Կարավաջոն ապրեց եւ սովորեց 4 տարի։ Այնտեղ նա ոչ միայն հասնում է մեծ հաջողությունների, այլ նաև ստեղծում է իր հյուրահատուկ ոճը եւ մոտեցումը, որը նրան հետագայում առանձնացրեց այն ժամանակի շատ նկարիչներից։ Դե, ինչ կասես, նորմալ է, չէ՞ գնում։ Ընդհանուր առմամբ սովորական, լավ իմաստով մի քիչ ձանձրալի կենսագրություն է։ Դա նրանից է, որ ես քեզ դեռ չեմ պատմել նրա բնավորության մասին, որպեսզի ավելի լավ պատկերացնես, ում հետ մենք այսօր գործ ունենք։ Մի անգամ Կարավաջոն մտնում է պանդոկ եւ պատվիրում է 8 հատ արտիշոկ։ Մատուցողը բերում է այդ 8 հատ արտիշոկը ու զգուշացնում է, որ դրանցից կեսը պատրաստված է ձեթով, իսկ մյուս կեսը կարագով։ Կարավաջոն ֆռմա ու հարցնում, բա ոնց իմանամ որը որն է, ինչին մատուցողը պատասխանում է հոտ քաշի կջոգես։ Կարավաջոն վերցնում է ափսեն եւ ջարդում է մատուցողի գլխին եւ արդյունքում հայտնվում է բանտում։ Ընդհանրապես Կարավաջոն հաճախ էր հայտնվում բանտում։ Դա իր սիրելի վայրերից էր։ Նրա կենսագրության մեջ հաճախելիության առումով բանտը պատվավոր երկրորդ տեղում է։ Առաջին տեղում իհարկե արվեստանոցն է, իսկ երրորդը տունը։ Բացի այդ, Կարավաջոն շատ էր սիրում խմել եւ ժամանակ անցկացնել կասկածելի վայրերում, հասարակած տներում, քաղաքի մութ անկյուններում, քրեական արտաքին ունեցող մարդկանց շրջապատում, որոնց հետ սիրում էր կարդ խաղալ։ Եվ հենց այդպիսի երեկոներից մեկի ժամանակ նրա եւ հակառակորդի միջև առաջանում է կոնֆլիկտ, որը վերածվում է վիճաբանության, հետո կռվի, ինչից հետո Կարավաջոին նորից բանտարկում են։ Բանտում նա մտածելու լիքը ժամանակ ուներ եւ երկար մտորումներից հետո նա հանկարծակի որոշում է կայացնում տեղափոխվել Հռոմ եւ ուշադրություն դառնալ վերնախավի անդամ։ Հաշվի առնելով նրա հարուստ կենսափորձը, դա հնչում է մի քիչ անհավատալի, բայց դու չես հավատա, նրա մոտ դա ստացվում է։ Բանն այն է, որ այդ ժամանակ Իտալիա պետություն որպես այդպիսին չկար։ Կային տարածաշրջաններ, որոնք պատկանում էին տարբեր մարդկանց։ Որոշ հատվածներ պատկանում էին Իսպանիային, որոշները Հռոմի պապին, իսկ մի քանիսն էլ ընդհանրապես անկախ էին։ Ուստի, եթե ասենք, դու Միլանում ինչ որ հանցանք ես գործում, կարող
կարող ես պարզապես անցնել սահմանը, հայտնվել Վենետիկում եւ վուալա, դու արդեն լրիվ նոր մարդ ես։ Նույնն էլ Կարավաջոյի դեպքում։ Միակ խնդիրը այն էր, որ պետք էր ամեն անգամ ամեն ինչ նորից սկսել, բայց Կարավաջոյի համար դա երբեք խնդիր չի եղել։ Հռոմում նա սկսում է որպես օգնական աշխատել հայտնի վարպետ Չեզարե դե Արպինոյի մոտ, որը հիմնականում վստահում էր նրան ծաղիկներ եւ տերևներ նկարել։ Մի քիչ վիրավորական էր, բայց կային նաև առավելություններ։ Կարավաջոն ձեռք բերեց աշխատանքային փորձ եւ ծանոթություններ հեղինակավոր կոլեկցիոներների եւ վաճառողների հետ։ Արդյունքում մի քանի տարի անց Կարավաջոն ձանձրանում է տերևներ եւ ծաղիկներ նկարելուց եւ որոշում է տոտուքել ձեր ծաղիկներն էլ եւ գնում է ազատ ստեղծագործելու ճանապարհով, որպեսզի նկարի իր սեփական նկարները։ Բացի կենցաղային թեմաներից նրա պորտֆոլիոյում բավականին շատ էին նաև աստվածաշնչյան թեմատիկայով նկարները։ Պարզապես Կարավաջոյի դեպքում ամեն ինչ մի փոքր ուրիշ էր։ Հիմա բացատրեմ։ Վեածննդի դարաշրջանի ավարտին գրեթե բոլորը ունեին հստակ պատկերացում, թե ինչպիսի տեսք պիտի ունենան Սուրբ գրքի կերպարները։ Այն ժամանակներում բոլոր հայտնի եւ հարգված նկարիչները Լեոնարդոն, Ռաֆայելը, Տիցիանը եւ այլ հրաշալի մարդիկ այդ կերպարներին պատկերում էին իդեալականացված, առանց մարդկային մարմիններին բնորոշ թերությունների։ Նրանց նայելով քեզ թվում է, թե գործ ունես ինչ-որ կերպարի հետ, որը զգալիորեն վեր է քեզնից։ Իսկ հիմա կարևոր պահ։ Ինչ է անում Կարավաջոն։ Նա հրաժարվում է այդ բոլոր իդեալական ներդաշնակ կերպարներից եւ սրբերին սկսում է նկարել սովորական մարդկանց պես։ Իսկ նրա նկարների ապշեցնող էֆեկտի գաղտնիքը նրանում է, որ Կարավաջոն բոլոր նկարները նկարում էր նատուրայից, իսկ որպես մոդելներ նա ընտրում էր իր շրջապատի մարդկանց՝ հարբեցողներ, մարմնավաճառներ եւ ավազակներ։ Օրինակ առաջին նկարներից մեկը հենց այս ժանրից է։ 1599 թվականին Չեզարե Դ'Արպինոին պատվիրել էին 2 կտավ նկարել, որոնք նվիրված կլինեին Սուրբ Մատթեոսին։ Բայց քանի որ Չեզարեի մոտ ընթացքը դանդաղ էր գնում, որոշում է կայացվում այդ պատվերը տալ Կարավաջոյին։ Նա պետք է պատկերեր Մատթեոս առաքյալի հրավերը եւ Սուրբ Մատթեոսի նահատակությունը։ Կարավաջոյի համար սա շատ պատասխանատու պահ էր։ Սա նրա առաջին մեծ պատվերն էր եկեղեցու կողմից եւ նա ամեն ինչ անում էր, որ իր աշխատանքով վաստակի եկեղեցու վստահությունը։ Նա սկսում է Սուրբ Մատթեոսի նահատակությունը աշխատանքից եւ որոշում է չհետևել նման թեմաներին բնորոշ ավանդական կանոններին։ Դե գիտես, նահատակ, մարդասպան, հրեշտակ ու ինչքան շատ այդքան լավ։ Նա մի քանի փորձ է անում եւ տեսնելով, որ իր պատկերացրածը չի ստացվում անել, որոշում է, որ չարժի ժամանակ ծախսել եւ ասում է Մատթեոս առաքյալի հրավերը կտավին։ Ես արդեն ասել եմ իր ոճի մասին, որ նա երկնայինը մեղմ ասած սարքում է երկրային, եւ այս ուժեն բացառություն չեղավ։ Հիշելով, որ առաքյալները սկզբում սովորական մեղսավոր մարդիկ էին եւ անձամփել ծանոթ լինելով այդ ենթամշակույթին, Կարավաջոն Մատթեոս առաքյալի հրավերը տեսարանը տեղափոխեց Պանդոկ, իսկ բնորդներին վերցրեց իր շրջապատից։ Այստեղ Մատթեոսը ապօրինի գործարքներ է կնքում իր օգնականների հետ, եւ այդ անհարմար պահին ներս է գալիս Հիսուսը Պետրոսի հետ։ Մատթեոսի հետ մի սեղանի շուրջ նստած են եւս 4 հոգի։ Ձախից երկուսը ամբողջովին սուզված են հաշվարկների մեջ եւ չեն նկատում անցանկալի հյուրերին։ Աչից մի երիտասարդ զարմանքով նայում է Հիսուսին, իսկ նրա դիմաց նստած մարդը պատրաստում է սուրը հանել եւ վերացնել նրանց։ Նայելով բոլորի դեմքերին կարելի է եզրակացնել, որ ոչ ոք չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում, բացի Մատթեոսից։ Նրա հայացքում ամեն ինչ գրված է։ Նա զարմացած նայում է Հիսուսին ու Պետրոսին ու ձեռքով ցույց է տալիս ինքն իր վրա, ոնց որ հարցնում է՝ «Լուրջ ես»։ Պետրոսն էլ իր հերթին Հիսուսին է հարցնում՝ «Լուրջ ինքը»։ Կտավի առանցքային մասը պատուհանից ներթափանցող լույսի շողն է, որը լուսավորում է Մատթեոսի դեմքը եւ Հիսուսի ձեռքը։ Լույսը այստեղ ներխուժում է մութ սենյակ եւ ցույց է տալիս Մատթեոսին։ Սա պարզապես էֆեկտ չէ։ Լույսը այստեղ կարծես դառնում է Աստծո ձեռք։ Ի դեպ, այս լուծումը յուրօրինակ ակնարկ է Միքելանջելոյի հայտնի ֆրեսկային Ադամի արարմանը։ Բայց անցնենք լույսին։ Գիտես, կա լույս, որը օրինակ շոյում է կերպարին, փափուկ ու նուրբ է ու հանգիստ անցում է կատարում դեպի ստվեր եւ ստեղծում է ծավալ։ Եվ կա լույս, որը դանակի պես կտրող է, որի միջոցով առանձնանում են լույս ու ստվերը։ Ոնց հասկացար, Կարավաջոն երկրորդի սիրահար էր։ Ընդհանրապես իտալացիք առաջ լուսաստվերային խաղերին ասում էին chiaroscuro, բառացի լուսաստվեր։ Բայց Կարավաջոն այս լույսաստվերը հասցնում է ծայրահեղության, երբ ֆոնը ամբողջությամբ խրվում է խավարի մեջ, իսկ կերպարները ընդգծված են կոնտրաստային լույսով։ Այս հնարքը կոչվում է տենեբրիզմ։ Ի տարբերություն chiaroscuro-ի մեղմ անցումների, տենեբրիզմը կտրուկ հակադրություններ է ստեղծում։ Կարծես կերպարները կտրվել են լույսով մթության միջից։ Կոնկրետ այս գործում լույսը մտնում է սենյակ աջ կողմից անբնական ձևով, ընդգծելով միայն այն, ինչը պետք է՝ դեմքերը, ձեռքերը, հատկապես Մատթեոսի ժեստը։ Մնացած ամեն ինչ մթության մեջ է։ Հիմա ուշադրություն դարձրու ֆոնին։ Ինչ ես տեսնում։ Գրեթե ոչինչ։
Պատերը, առաստաղը, պատոհանը, ամեն ինչ խավարի մեջ է։ Հիսուսն ու Պետրոսը գրեթե ուրվագծեր են։ Ամեն ինչ ասես տեսարանից դուրս լինի, լույսից դուրս։ Սա արդեն տենեբրիզմն է։ Կարավաջոյի համար բավական չէր միայն գերբնական կերպարներին դարձնել սովորական մարդկանց նման։ Առանց այս հնարքի տեսարանը պարզապես առօրեական տեսք ունենար։ Իդեպ, այս մեթոդը այնքան պոպուլար դարձավ, որ հայտնվեցին բազմաթիվ կրկնօրինակողներ, որոնց կարավաջիստ էին ասում։ Նրանցից ամենահայտնիներն էին Դիեգո Վելասկեսը եւ Ռեմբրանդը։ Իմիջի այլոց տենեբրիզմը շատ օգտագործում էին նաեւ կինոյում, օրինակ Սկորսեզեն եւ Բերգմանը։ Վերջացնելով այս կտավը, Կարավաջոն անցավ մյուս աշխատանքին եւ նա արդեն հստակ պատկերացում ուներ, թե ոնց է պետք պատկերել Սուրբ Մատթեոսի նահատակությունը։ Նկարչի նպատակը չէր փոխել, հակադրել իր աշխատանքը ավանդական նահատակության պատկերներին։ Թեև այստեղ նույնպես երկնքից իջնող հրեշտակ կա, որը ձիթեն ու ճյուղ է մեկնում որպես նահատակության խորհրդանիշ, Մատթեոսը նրա վրա չի նայում։ Նրա հայացքը ուղղված է դեպի մարդասպան, որը բռնել է նրա ձեռքը եւ պատրաստվում է սպանել։ Կոմպոզիցիան դինամիկ է, շարժումը ուղղված է կենտրոնից դեպի ծայրեր, կարծես տեղի ունեցողը դուրս է գալիս կտավի սահմաններից եւ ներթափանցում է իրական աշխարհ։ Ձախից 8 մարդ խուճապահար փախչում է, իսկ մեկը քարացած հետևում է այս ամենին։ Դա հենց ինքը Կարավաջոն է, ավելի ճիշտ նրա ինքնադիմանկարը։ Նա հաճախ էր իրեն պատկերում կտավներում։ Այս աշխատանքները Կարավաջոյին մեծ ճանաչում բերեցին։ Բացի անսպասելի հաջողությունից, Կարավաջոն գտավ նաև հզոր հովանավոր կարդինալ Ֆրանչեսկո Մարիա դել Մոնտեի անձի ներքո, որպեսզի մոտավորապես պատկերացնես պաթոսի աստիճանը, սա նրա ամրոցն է։ Կարավաջոն այստեղ ապրել է շուրջ 6 տարի, նկարելով կտավներ կարդինալի եւ այլ ազնվականների համար։ Կարդինալի հետ ընկերությունը նրա առաջ բացեց բոլորովին նոր աշխարհ, որը լի էր զարմանալի հնարավորություններով եւ ծանոթություններով։ Այժմ նա այլևս ոչ թե կեղտոտ կոպիտ հարբեցող ավազակ էր, այլ լողացած, մաքուր, լավ հագնված կոպիտ հարբեցող ավազակ էր Հռոմի Պապի հովանու ներքո։ Ուլիքը ֆինանսով։ Դե կարմիր կովը կաշին չի փոխի։ Նա դեռ շարունակում էր ժամանակ անցկացնել գիշերային կասկածելի վայրերում, ավազակների եւ մարդասպանների շրջապատում։ Բայց մյուս կողմից ստեղծագործական առումով դա նրա կարիերայի ամենապայծառ եւ հաջող տարիներն էին։ Կարավաջոյի հաջողությունը տարածվեց ոչ միայն Հռոմում, այլ նաև ամբողջ Իտալիայում։ Նրանք քննարկում էին թե մտավորականության, թե կոլեկցիոներների, թե Հռոմի Պապի շրջապատում։ Իհարկե, կային նաև քննադատներ, որոնց դուր չէր գալիս, որ իր կերպարները շատ հասարակ ու կոպիտ էին։ Բայց ամեն դեպքում Կարավաջոն այնքան հայտնի էր, որ բավականին շատ պատվերներ էր ստանում։ Շատ կարճ ժամանակահատվածում նա հասցրեց ստեղծել հսկայական թվով կտավներ, որոնցից յուրաքանչյուրը հիմա զարդարում են Իտալիայի եւ ոչ միայն ամենահեղինակավոր թանգարանները։ Ամեն ինչ պարզապես հիասքանչ էր, մինչև 1606 թվականի մայիսի 29-ը։ Այդ օրը Կարավաջոն ինչպես միշտ իր սովորական շրջապատում խաղում էր վերածննդի դարաշրջանի ֆուտբոլ։ Բայց խաղի ընթացքում վեճ է բռնկվում Կարավաջոյի եւ հակառակորդներից մեկի հայտնի ավազակ եւ հասարակած տանտեր Ռենուչո Տոմազինիի միջև։ Վիճաբանությունը վերածվում է փոխադարձ վիրավորանքների, ապա կռվի։ Վերջում Կարավաջոն սպանում է նրան։ Եվ կարելի է մտածել, դե սպանեց ու սպանեց, ցավն էլ տանեմ, աշխարհում մեկ ավազակ քիչ կլինի, բայց պարզվում է դա սովորական ավազակ չէր, այլ կախարդական, որը ուներ կապեր Պապի շրջապատում։ Եվ հենց որ այս լուրը հասավ Հռոմի Պապի ականջին, վերջինս Կարավաջոյին հռչակեց persona non grata եւ խոստացավ պարգևադրում նկարչի գլխի համար։ Կարավաջոն ի տարբերություն ավազակի կախարդական չէր, բայց մի հատ լավ հին ֆոկուս գիտեր։ Նա անցնում է սահմանը, հայտնվում է Նեապոլում եւ վուալա, այլևս դու ոչ թե մարդասպան ես, այլ հանրահայտ վաստակավոր արտիստ։ Նեապոլում նրան ընդունում են պարզապես գրկաբաց։ Նա անգամ ստանում է պատվեր նկարելու 7 գթասիրտ գործեր կտավը։ Այս նկարը այնքան է տպավորում պատվիրատուներին, որ նրանք երթվում են, որ այն երբեք չի լքելու խորանը։ Ավելին, նրանք խստորեն արգելում են դրա կրկնօրինակումը։ Այս ամենը իհարկե շատ հաճելի եւ հուզիչ է, բայց դա չի պաշտպանի Կարավաջոյին Վատիկանի կողմից ուղարկված գործակալներից։ Եվ նա որոշեց գտնել վստահելի եւ հզոր հովանավոր։ Այդ փնտրտուքները նրան տանում են Մալթա, հիվանդախնամների ասպետական միաբանություն։ Իտալերեն ավելի լավ է հնչում։ Սա շատ լուրջ կազմակերպություն էր, որը մեծ ազդեցություն ուներ կաթոլիկ աշխարհում։ Կարավաջոն նրանց համար նկարում է իր ամենամեծ ստեղծագործությունը իր ողջ կարիերայի ընթացքում։ Միակ կտավը, որի վրա կա Կարավաջոյի պաշտոնական ստորագրությունը։ Նկարը այնքան է դուր գալիս միաբանությանը, որ այն կախում են գլխավոր խորանի դահլիճում։
իսկ ինքը Կարավաջոն ստանում է ասպետի կոչում։ Ահա այդ կտավը։ Նկարի կենտրոնում առաջին պլանում գետնին ընկած է Սուրբ Հովանեսը։ Ձեռքերը ամուր կապված մեջքի հետևում ու կտրած կոկորդով։ Սպանությունը արդեն կատարված է, Հովանեսը մահացած է։ Դահիճը մեջքի հետևից հանում է դաշույնը, պատրաստվելով վերջնական հարվածին։ Ձախ կողմում կանգնած է բանտապահը, որը ձեռքով ցույց է տալիս, թե որտեղ է պետք դնել կտրած գլուխը։ Գլուխը պատրաստում է վերցնել մի աղջիկ պղնձե ափսեն ձեռքին։ Նայելով այդ աղջկան, չես մտածի, որ նա Հերովդես թագավորի դուստրն է, Սալոմեն։ Տեսարանում ամեն ինչ շատ սովորական է եւ իրատեսական։ Ամեն ինչ պատկերված է Կարավաջոյի սիրելի ձևով։ Լույսը կարծես սահում է կերպարների վրայով, ստվերում թողնելով կտավի վերին մասը։ Իսկ որպեսզի կոմպոզիցիան հավասարակշռված լինի, աջ կողմում երկաթյա ճաղերի հետևից երկու բանտարկյալ հետևում են մահապատժին, որը ամենայն հավանականությամբ սպասում է նաև իրենց։ Ինչպես Կարավաջոյի ուշ շրջանի այլ գործերում, այստեղ եւս նկատվում են դետալների եւ իրերի նվազագույն օգտագործում։ Կտավի մեծությունը թույլ է տվել կերպարներին պատկերել բնական մեծությամբ, չնայած այն հանգամանքին, որ նկարի զգալի մասը դատարկ տարածք է։ Դրա փոխարեն նա շատ մանրակրկիտ աշխատել է կերպարների ձեռքերի վրա։ Ահա դահիճի ձեռքը, որը այնքան լարված է, որ նույնիսկ կարելի է երակները տեսնել։ Բանտապահի մատը, որով նա ցույց է տալիս դահիճին, թե որտեղ է պետք դնել գլուխը։ Սալոմեի ձեռքերը այնքան անհամոզիչ կերպով են բռնել ափսեն, որ թվում է, թե հենց գլուխը դնեն ափսեի մեջ, այն կընկնի, իսկ նրա դեմքին միայն սարսափ ու վիշտ է։ Նրա կողքի կինն էլ կնճռոտ ձեռքերով ուզում է փակել աչքերը, ոչ տեսնի կատարվողը։ Իսկ Կարավաջոյի միակ ստորագրությունը, որի մասին արդեն ասել էի, արյան մեջ է, որը հոսում է Հովանես Մկրտչի վզից։ Այս կտավը միանշանակ Կարավաջոյի լավագույն աշխատանքներից է, եւ այն միաբանությունում շատ բարձր գնահատեցին, եւ ինչպես ասել էի, այս աշխատանքի դիմաց Կարավաջոյին ընդունեցին իրեն շարքերը։ Թվում էր, թե ամեն ինչ ընթանում է իդեալական, ինչքան էլ աբսուրդ չլինի, դու արդեն ասպետ ես, պապիներումը գրեթե ձեռքերումդ է, կարելի է մի քիչ հանգստանալ, բայց հենց այդ պահին Կարավաջոն, խախտելով լոգիկայի եւ ողջամտության բոլոր օրենքները, որոշում է նոր կոնֆլիկտ հրահրել։ Նկարի ավարտի եւ միաբանություն ընդունվելու արդիվ խնջույքից հետո ծեր ասպետի հետ վիճաբանության ժամանակ նա ներխուժեց վերջինիս տուն, ծեծեց նրան եւ դանակով վիրավորեց։ Խեղճ ծերունին հրաշքով կենթանի մնաց, իսկ Կարավաջոն կրկին հայտնվեց բանտում։ Ու դու չես հավատա, Կարավաջոն այս անգամ էլ փախավ ու նավակով լքեց Մալթան։ Այս պահից սկսած նրան հետապնդում էին ինչպես մալթացիները, այնպես էլ վատիկանցիները։ Կարավաջոն հայտնվում է Սիցիլիայում եւ որպես հետապնդվող անձ նա շատ զգուշավոր է դառնում, բայց շարունակում է ստեղծագործել այն հույսով, որ իր նոր աշխատանքների շնորհիվ նա ի վերջո կարժանանա ներման։ Սիցիլիայում գտնվելու ժամանակ նա նկատում է, որ ինչ որ խումբ հետևում է իրեն։ Թե ովքեր էին այդ հետապնդողները չգիտենք, բայց ոնց հասկացար, Կարավաջոն հեշտությամբ էր կարողանում թշնամիներ ձեռք բերել։ Դրա պատճառով նա որոշում է ապահովությունից ելնելով տեղափոխվել Նեապոլ։ Սակայն հետապնդողները գնում են նրա հետևից, դաժան ծեծում են Կարավաջոյին, որը հրաշքով կենթանի է մնում։ Ապաքինումից հետո նա կրկին շարունակում է ստեղծագործել։ Նա նկարում է Սալոմեն Հովանես Մկրտչի գլխով կտավը, որպես ապաշխարության նվեր մագիստր դե Վինյակուրին, ինչպես նաև Սուրբ Ուրսուլայի նահատակությունը։ Այդ ընթացքում Հռոմից վերջապես լուր է գալիս, որ Պապը համաձայն է ներում շնորհել։ Կարավաջոն սկսում է հավաքել իրերը, նստում է նավ եւ ուղևորվում է դեպի Հռոմ։ Բայց ճանապարհին Կարավաջոյին փաստաթղթերը ստուգելու համար ափ են իջացնում, նստացնում են բանտ, որտեղից նա կաշառքով դուրս է գալիս, բայց արդեն ուշ է լինում։ Այն նավը, որով նա ուղևորվում էր դեպի Հռոմ, գնացել էր, եւ նա ստիպված էր ուրիշ ճանապարհ գտնել Հռոմ գնալու համար։ Նա ուղևորվում է իսպանական զինվորականների կողմից զբաղացրած ձկնորսական Պերտո Էրկոլե քաղաք։ Ըստ ընդունված վարկածին նա ճանապարհին վարակվում է մալերիայով եւ մահանում։ Դե ինչ, եկավ արդեն ավանդական դարձած պահը։ Այսպիսին էր Միքելանջելո Մերիզի դե Կարավաջոն։ Ինչ կարելի է ասել նրա կյանքի մասին։ Մեղմ ասած, դրական մարդ չէր։ Եթե հանենք նկարների մասին ամբողջ ինֆորմացիան, նա դառնում է դասական ավազակ։ Նա իր կարճ կյանքի ավելի կոնկրետ 38 տարվա ընթացքում հասցրել էր այնքան թշնամի ձեռք բերել, որ իր հետևից ընկել էր մի ամբողջ թերակղզի, Հռոմի պապից մինչև ասպետներ։ Իրականում սա դասական օրինակ է այն բանի, որ մեկ-մեկ պետք է տարանջատել ստեղծածը ստեղծողից։ Ինչը եւ ճակատագիրը արեց, պարգևելով ավազակին արժանի մահ եւ հանճարին արժանի անմահություն։ Դե ինչ այսօր այսքանը, սիրիր արվեստը, հիշիր, որ Կարավաջոյի ֆոկուսը մեր օրերում չի աշխատում, բայց հովանավորչությունը աշխատում է։ Քո հետ էր Արայիկը, դու դիտում ես Ռակատան, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Դալի միրո մոտիչելի, մոնե գոյա, շագատ
գալիս են Բոլորը գալիս